Տարվա այսօր իրադարձությունների կենտրոնում նրանք են, փոքրիկները։ Աշխարհը եւ ամեն ինչ այսօր պտտվում է նրանց շուրջ։ 1950 թվականից հունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր։ Շնորհավոր հունիսի 1-ը բոլոր երեխաների։ Այսօր նրանք շնորհավորանքներ են ընդունում, լավ ժամանակ անցկացնում, նաև շնորհավորում միմյանց։ Շնորհավոր մեր տանը։ Ցանկանում եմ, որ լինեն առողջ, միշտ իրենց երազանքները կատարվի։ Բազմաթիվ տարիների համար աշխատանքի արդյունքը մանկական գրքի փառատոնի տեսքով։ Զանգագրատունը հայաստանյան գրեթե բոլոր հրատարակչությունների, խաղ ստեղծող ընկերությունների եւ ուսումնական կենտրոնների մասնակցությամբ գրքի իրական տոն է նվիրում փոքրիկներին։ Բոլորի նպատակը մեր երեխաներն են։ Երեխաների համար ստեղծել մշակութային հաճելի միջավայր եւ ամսի 1-2-3-ը դարձնել իրանց համար հրաշալի տոն։ Եվ կարծում եմ դա կստացվի եւ ամեն տարի այս տոնը կգեղեցկացնի մեր երեխաների առօրյա։ 3 օրերի ընթացքում լինելու են բազմաթիվ միջոցառումներ։ Յուրաքանչյուր պահին զուգահեռ կլինեն 3 տարբեր կամ 4 տարբեր միջոցառումներ։ Բազմաթիվ գրքերի շնորհանդեսներ կլինի խաղեր, կլինի ծնողների համար թեմատիկ զրույցներ, հարց ու պատասխաններ, հոգեբանները կմասնակցեն, այնպես է կազմակերպված, որ կարող են երեխաները մեկ այլ միջոցառման մասնակցեն, իրանց ծնողները մասնակցեն մեկ այլ միջոցառման։ Եվ ամբողջ 8 ժամը կարող են հանգիստ անցկացնել այս գեղեցիկ վայրում։ Ամենահետաքրքրասեր փոքրիկներն անգամ կգտնեն իրենց սիրելի հեքիաթներն ու խաղերը, նոր եւ վառ գունավորմամբ։ Սիրում եմ Հովհաննես Թումանյանի գրքերը կարդալ։ Պոչատ աղվեսներ իմ ամենասիրելի գիրքը։ Կծեմ, կծմծեմ, գնամ ընկերներից հասեմ, որ ինձ չասեն պոչատ աղվես որտեղ ես։ Իսկ դու որ հեքիաթներ Երեք խոզուկները։ Փառատոնը նպատակ ունի, որ երեխաները ավելի մոտ լինեն գրքին։ Փոքրիկ ընթերցողներն ունեն ընտրության լայն հնարավորություն։ Շատ հետաքրքիր գրքեր են, տարբեր տարիքայինի, օրինակ գրքեր կան եւ փոքրերի են եւ մեծերի, դրանցից մեկն է Արևոտ խոհարարը Եվ իր գրքում ինքը ներկայացնում է իր պատմությունը։ Ունենք նաև այստեղ տարբեր տեսակի ատլասներ, մարդու մարմնի, տիեզերքի, ծովային թեմաներով եւ այստեղ ունենք նաև մանկական գրքեր փազլ տարբերակներով։ Շատ տարբեր հետաքրքիր լուծումներ ենք մենք ընդգրկել գրքի մեջ, որպեսզի երեխան թե շոշափի, թե զարմանա, թե ինչ-որ հայտնաբերի ինքն իրեն, դա հայելի է։ Մանկական գրքի փառատոնն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում։ Երեխաների աշխուժությունն ու ժպիտները մի բան են փաստում, նրանք հավանել են։ Թե դեմքին նկարելը, թե փուչիկները, թե նվերները, ամեն ինչ շատ գեղեցիկ զարդարված է, ամեն ինչ շատ հետաքրքիր է եւ ես ամեն ինչ շատ հավանել եմ։ Սիրելի հեքիաթի մասին խոսելու փոխարեն, ապագա զինվորը նախընտրեց հերոս տղաներին իր խոսքը ուղղել։ Անհավասար այս մարտում ձեզ բացակա չենք դրել, անմահների ցուցակում ձեզ պարտվող չենք համարել։ Հունիսի 1-ին մեկնարկած մանկական գրքի առաջին փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 3-ը։